Մայրաթորի կարգապահական հանձնախումբը արդեն հանդես է եկել հայտարարությամբ, երեկ տեղի ունեցավ կարգապահական հանձնախմբի հերթական նիստը, որտեղ ի թիվս այլ հարցերի, օրակարգում ընդգրկված այլ հարցերի, նաև ընդգրկված էր Տեր Արամի և Տեր Տարոնի հարցը, այսինքն Տեր հայրերը հրավիրված էին հանձնախմբին, զրույցի և նաև քննարկման, բայց Տեր հայրերը երկուսն էլ չեն ներկայացել հանձնախմբին և բնականաբար այդ պատճառով ամբողջական քննություն հարցին հանձնախումբը չի կարողացել ամբողջական քննություն ունենալ և մենք այս առումով նաև հույս ունենք, որ Տեր հայրերը անդրադարձ կունենան և կանոնական դաշտ գալով ի վերջո կգան Մայրաթոր և իրենց այդ հանդիպումը տեղի կունենա, կլինեն պարզաբանումներ և նաև բնականաբար հետո նաև որոշումներ, պետք է ասեմ, որ չենք կարող ակնկալել, որ դա շատ արագ այսպես իրականացվող պրոցես է, ինքը նիստերը, քննարկումները ժամանակ են պահանջում և ընթացքում նաև ինչ որոշում որ կլինի, մենք տեղյակ կպահենք։ Տեր Եսայիկ, ձեր կարծիքով ինչպես թվում է, թե ամենաապաքաղաքական ինստիտուտն է հայ առաքելական եկեղեցին, բայց փաստացի հիմա քաղաքական դիրքորոշումների պատճառով օրինակ ձեր հրավերը մերժում են երկու քահանաները։ Նաև ինչ պատճառաբանություն։ Պատճառաբանությունները կոնկրետ Տեր Արամի պարագային պատճառաբանությունը շատ տարօրինակ է, մանրամասներին չանդրադառնալով, ասեմ, որ շատ տարօրինակ է պատճառաբանությունը, Տեր Տարոնի պարագային պարզապես իրեն չստացվեց ուղիղ կապ հաստատել, թեև ինքը տեղեկացված էր, բայց պարզապես երկրում չգտնվելու պատճառաբանությամբ չի մասնակցել։ Հուսանք, որ այդ հարցերը կհանգուցալուծվեն։ Տեր Եսայիկ, Հովանավանքի շուրջ կատարվող ինչ է կատարում, Տեր Մանուկը վերջապես կգնա այնտեղ հոգևոր ծառայություն անի կամ ինչպես է այս հարցը։ Դե ինքներդ էլ տեսաք Տեր Մանուկի ծառայության վայր գնալու հետ կապված ինչ տեղի ունեցավ, պարզապես Տեր Մանուկը այս դեպքում փորձեց իրավացիորեն փորձեց բախումներ չհրահրել և իրավիճակը ավելի չսրել և հեռացավ հանդիպելով այդ կազմակերպված, չգիտեմ, ցուցադրական ընդդիմությանը և նաև ոստիկանական այդ ահռելի ուժերին, կարծեմ 60-70 ոստիկան են տեղ եղել և չսրելով ավելի իրավիճակը հեռացավ, բայց հարցը կրկին եկեղեցական իշխանությունների քննության տիրույթում է և ինչ-որ լուծում կարծում եմ կգտնվի և բնականաբար այստեղ Տեր Մանուկը, եթե նշանակված է տվյալ եկեղեցում ծառայության, դա եկեղեցու մեր վերնախավի եկեղեցու իշխանությունների որոշումն է և այդ որոշումը պետք է հարգվի։ Մեկ օրինակ ես չեմ հիշում նման դեպք, որ ոստիկանություն կանչեն եկեղեցի, այս դեպքը առանց ինքը Դե արդեն ինքնին երևույթը դատապարտելի է և արդեն խոսուն է այս երևույթը, որ Տեր Արամի հետևում թիկունքում կան որոշակի ուժեր, որ ուղղորդում են և որ որոշակի այսպես ցուցումներով այս ամբողջ շոուն կազմակերպում են, իհարկե անընդունելի և անհասկանալի է Տեր Արամից ումից են պաշտպանում և ինչի համար։